Քննչական կոմիտեն վեր է հանել եւ ուսումնասիրել 2018 թվականի հուլիսի 20-ին նախաձեռնված քրեական վարույթ անհայտ անձի կողմից Հայ Առաքելական եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում ՀԱԻ-ին ապօրինի մարիխուանա տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ։ Պարզվել է Սամվել Խաչատրյանը նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող Սարգսակի եւ դեռևս չպարծված անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին միմյանց փոխլրացնելով ակցիայի մասնակից անձին ապօրինի իրացրել են մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Հանցավոր գործունեությունը կատարելուց հետո Սամվել Խաչատրյանի հրահանգով Սարգսակն իր հեռախոսահամարից զանգահարել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնին, հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին, միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ քաղաքացու պայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Սամվել Խաչատրյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Երևանի Արաբ Կիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետն ու համապատասխան ստորաբաժանման ղեկավարը նախնական համաձայնությամբ խմբի կազմում կաշառք են պահանջել ու ստացել։ Պարզել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գտնվող ավտոտնակների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները լրացած լինելու մասին, վարձավճարների իրական չափերը նվազեցնելու եւ պայմանագրերի երկարաձգման գործընթացը անխոչնդոտ իրականացնելու, նաեւ ավտոտնակների սեփականատիրոջ անունից պատկան մարմիններին դիմումներ մուտքագրելու համար նրանց պահանջել եւ ստացել են կաշառք։ Դատարան է հանձնվել Տավուշի մարզի Զորական բնակավայրում 2025-ի սեպտեմբերին անչափահասին առևանգած եւ նրա նկատմամբ խուլիգանություն կատարած 5 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան 5 անձի նկատմամբ 1 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, 1 անձի մասով միջնորդությունը ամբողջությամբ բավարարվել է, 3-ի մասով միջնորդությունները բավարարվել են մասնակի 20 օր ժամկետով, եւս 1 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 20 օր ժամկետով։ Քննչական կոմիտեն հիմնավորել է, որ քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը ստեղծել ու ղեկավարել է հանցավոր կազմակերպություն դրանում ներառելով բազմաթիվ անձանց եւ հստակ սահմանելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը։ Մասնավորապես ԶՀ Telegram հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել ու կառավարել է տարբեր անվանումներով օգտահաշիվներ եւ խանութ-հարթակներ, որոնց միջոցով 2024 թվականից 25 թվականը տարբեր անձանց կողմից ապօրինի իրացվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին եւ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների առնվազն 24 միլիոն 16 հազար դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով ԶՀ-ի կողմից, ինչպես թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց, այնպես էլ հանցավոր կազմակերպության անդամներին տրամադրվել են էլեկտրոնային դրամապանակներ, բանկային քարտեր, հաշվեհամարներ։ 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3 անձի նկատմամբ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ վարչական հսկողությունը։ Դեկտեմբերի 5-ին տեղեկություն է ստացվել, որ դասընկերների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով Իջևան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Պարզվել է, որ երեխան Տավուշի մարզի 10-ամյա բնակիչն է, ում հիմնական դպրոցի հետնամասում նույն դպրոցի 4-րդ դասարանի 2 աշակերտ ծեծի են ենթարկել։ Նոյեմբերի 30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆլամինգո հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկրտուքի, հնչել են կրակոցներ։ Պարզվել է, հյուրանոցային համալիրի բակում հապաշինության ներսում ազգությամբ հնդիկներ 21-ամյա Սագդև Սինգը, 24-ամյա Լաֆրեբ Սինգը, 25-ամյա Ռահուլ Կումարը, 22-ամյա Բրադպին Սինգը եւ 21-ամյա Ընգերջ Սինգը վիճաբանել են հյուրանոց եկած Հնդկաստանի քաղաքացիներ 22-ամյա Լավպրիտ Սինգի, 24-ամյա Կոմալ Կումարի, 23-ամյա Ռահուլ Կումարի, 18-ամյա Ակաշ Սինգի, 30-ամյա Սինգի եւ 20-ամյա Գուր Սահիբ Սինգի հետ, որի ժամանակ իրենց ձեռքին եղած փայտերով, ապակյա տարաներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Սագդև Սինգը իր գոտկատեղից հանել է ատրճանակին նմանվող առարկա եւ այն բերել է մարտական վիճակի։ Նրանք ձերբակալվել են։ Դեկտեմբերի 2-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արինբերդի փողոցի 1/1 հասցրեմ գործող 777 գիշերային ակումբում կռիվ է։ Ձերբակալվել են Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սուրենը եւ Հնդկաստանի քաղաքացի 31-ամյա Մենդու Սրջին, 22-ամյա Կեսրին Դիլվարսկին եւ 28-ամյա Ռաեմ Բլիչդին։ Պարզվել է, որ նշված ակումբում վիճաբանություն է առաջացել ակումբի տնօրեն Սուրենի, դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց ու Հնդկաստանի նշված քաղաքացիների միջև, որի ժամանակ վերջիններս բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել, փոխադարձ հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Սրջին, Դիլվարսկին, Բլջիդին ստացել են մարմնական վնասվածքներ։ Դեկտեմբերի 7-ին Տափերական գյուղի բնակիչները նկատել են, որ տեղի մատուրի երկաթե ջաղավանդակը, որը 4 կողմից եղել է մեխված բետոնե պատի մեջ, կոտրված է, իսկ մատուրում գտնվող 13-րդ դարի Չարխափան ավետարանը բացակայում է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բարեկները Մերձավան գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են Kia Magnish-ի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 37-ամյա վարորդը համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից մայիսի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։
Դեկտեմբերի 4-ին Դիլիջանի Կալինինի փողոցում հայտնաբերվել են ՎԱԶ-2104 մեքենա, սիկ ձկնատեսակով բեռնված։ Բարեկները Լոռու մարզի Սպիտակ համայնքի բնակիչ 58-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են Սևանի բաժին, 58-ամյա տղամարդու մեքենայում 210 հատ սիկ տեսակի ձուկ կար։ Բուսական եւ կենթանական աշխարհին պատճառված վնասի չափը 470,500 դրամ է։ Դեկտեմբերի 5-ին Երևանի Պրոշյան փողոցի թիվ 14 հարցերի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանի վարած Տեսլա, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սևակ Գաֆարյանի Kia Forte եւ Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Վարորդներից Գաֆարյանը տեղում մահացել է, իսկ Տեսլայի վարորդ Մանուկյանը տեղափոխվել հիվանդանոց։ Բախման հետևանքով ավտոմեքենաները բախվել էին ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BYD, Hyundai, Nissan, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։ Քննիչի որոշմամբ 29-ամյա Գոհար Մանուկյանը ձերբակալվել է, վերջինս եղել է ոչ սթափ եւ չէր ունեցել հայկական վարորդական վկայական։ Դեկտեմբերի 7-ին Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել են Ռենո եւ Հոնդա մակնիշի ավտոմեքենաները։ Երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին, դրանցից մեկը կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսն էլ երկաթե դարպասի մի հատված, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ռենո ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հանրապետության նախագահի աշխատակազմում։ Դեկտեմբերի 6-ին Երևան-Սիվան Իվջևան ավտոճանապարհին բախվել են Mercedes եւ Kia Forte մակնիշի ավտոմեքենաները, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 5-ին Երևանի Արցախի եւ Էրեբունի փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են Toyota եւ VAZ-2121 մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 5-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հրաչյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ապառաշ քարերին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։